Հաշվեմ կրկին գլուխ է բարձրացնում կորոնավիրուսը, այդ հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ է արձանագրվել մի շարք երկրներում, մեր հարևան պետություններում ևս կորոնավիրուսի նոր շտամը մասնագետների անհանգստության պատճառ է դարձել։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, եւ կրկին Չինաստանից սկսվեց։ Այդ թվում նաև Չինաստանի, մասնավորապես ափամերձ շրջաններում է տարածված այժմ կորոնավիրուսը եւ Հոնգ-Կոնգում ամենաբարձր ցուցանիշներն են։ Բացի այդ, մեծ աճ է նկատվում Թայլանդում, Սինգապուրում։ Bloomberg գործակալությունը տեղեկացնում է, որ իշխանությունները դիմել են քաղաքացիներին կոչ անելով կրկին դիմակներ կրել եւ վերսկսել զանգվածային պատվաստումը, իսկ նրանց, ով արդեն պատվաստված է եղել, առաջարկում են վերապատվաստվել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Հոնգ-Կոնգում 30 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Սինգապուրում օրեկան ավելի քան 130 մարդ է հոսպիտալիզացվում, մահացության ցուցանիշները ավելի ցածր են։ Թայլանդում վերջին 4 ամսվա ընթացքում ավելի քան 55,000 դեպք է արձանագրվել եւ տասնյակ մահացածների մասին է խոսք գնում։ Լաոսում ևս աճ է նկատվում, իդեպ Լաոսի նախագահը ինքն էր հիվանդացել կորոնավիրուսով, ինչի հետևանքով չէր կարողացել Մոսկվա ժամանել այդ շքերթին մասնակցելու համար։ Ամենատարածված շտամերն են LF7 եւ NB18-ը։ Նույն սիմպտոմները ունեն, ինչ ավանդական այդ կորոնավիրուսներ՝ կոկորդի ցավ, գլխացավ, բարձր ջերմություն, հազ, իսկ LP81 շտամը աշխարհի արդեն 23 երկրում է արձանագրվել, մասնավորապես նաև Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ նաև Եվրոպայում։ Մեծ Բրիտանիայում վերջին 3 ամսվա ընթացքում այդ շտամի դեպքերը 60%-ի աճ են արձանագրում։ Բացի այդ, չինացի վիրուսոլոգները նոր կորոնավիրուսի տարբերակ են հայտնաբերել, որը իդեպ կրկին չղջիկից է առաջացել եւ կարող է տարածվել նաև մարդկանց վրա։ Արտյոմ, վերջին 2-3 տարիներին անընդհատ ես հիշում եմ բռնկումներ եղել են եւ եթե ամեն ինչ լուրջ է, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է արձագանքեր։ Դե 23 թվականին միջազգային առողջապահության կազմակերպությունը հայտարարեց, որ այլևս պանդեմիայի ռեժիմ չկա, այս նոր բռնկումը գնահատում է առայժմ ոչ որպես գլոբալ, բայց կոչ է անում չափազանց զգուշավոր լինել եւ համագործակցում է մասնավորապես Ասիայի պետությունների ղեկավարների հետ այնպես լոկալիզացնելու նպատակով, բայց վերջերս առողջապահության միջազգային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գոբրեոլոսը հայտարարել էր, որ պանդեմիայի գլոբալ վերսկսումը անխուսափելի է։ Մեջբերեմ նրա խոսքերը, ուշ թե շուտ կրկին նոր պանդեմիա տեղի կունենա եւ դա տեսական ռիսկ չէ, այլ վստահություն։ Մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Հիշեցնեմ, առողջապահության միջազգային կազմակերպության տեղեկությունների համաձայն այդ պանդեմիայի արդյունքում մոտ 20 միլիոն մարդ էր մահացել մոլորակում եւ հիվանդությունը տնտեսությանը հասցրել է ավելի քան 10 տրիլիոն դոլարի վնաս։ Իսկ տեղյակ ես Հայաստանում ինչ ցուցանիշներ կան։ Հայաստանում բարեբախտաբար, ոնց հասկանում եմ, որևէ աճի մասին խոսք առայժմ չկա, վերջին այսպես հնչեղ դեպքը կորոնավիրուսային ինֆեկցիայի տեղի էր ունեցել 5 ամիս առաջ, երբ Հայաստանի վարչապետի աշխատակազմն էր տեղեկացրել, որ երկրի ղեկավարը կորոնավիրուսային ինֆեկցիա է տանում, ինչի հետևանքով չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում անցած այդ ԱՊՀ գագաթնաժողովին, բայց ոմանք կարծում են, որ դա քաղաքական ինֆեկցիա էր։ Բայց վտանգը նրանում է, որ արդեն մեր հարևան պետություններում կորոնավիրուսի հիվանդության աճի տենդենս է նկատվում, իսկ Իրանում անգամ կտրուկ աճի մասին են խոսում։ Բացի այդ, գիտենք, որ Հայաստանի տուրիստական գործակալություններից շատերը տուրիստական տուրեր են կազմակերպում դեպի Թայլանդ, ուր ամենամեծ ցուցանիշներն են այժմ կորոնավիրուսի, վերջին շաբաթների ընթացքում 16 զոհ է արձանագրվել այդ երկրում, դա եւս կարող է այսպես ռիսկի տար իր մեջ պարունակել։ Մեր մյուս հարևանների մոտ ինչպիսին է վիճակը։
Ասացի, որ Իրանում աճը արդեն բավական մեծ է, 4 օր առաջ Իրանի արտգործնախարարի տեղակալ Ալիռեզա Ռայիսին հայտարարությամբ հանդես եկավ եւ հայտարարեց, որ կորոնավիրուսի այդ նոր ալիք է բարձրանում երկրում, կոչ արեց դիմակներ կրել, պատվաստումներ անել եւ դիմեց լրատվամիջոցներին եւ կրոնական կազմակերպություններին առաջարկելով տեղեկատվական արշավ սկսել բացատրել մարդկանց այդ վտանգի մասին։ Մեր մյուս հարևանը Ադրբեջանը աշխարհում կարծեմ միակ պետությունն է, ուր դեռևս գործում է կորոնավիրուսային կարանտինային ռեժիմ, բայց դա իհարկե այսպես քաղաքական մոտիվացիա ունեցող երևույթ է, քանի որ այդ ռեժիմը հնարավորություն է տալիս Ադրբեջանի իշխանություններին փակ պահել ցամաքային սահմանները, ինչը հնարավորություն է տալիս իր հերթին զսպել արտաքին ազդեցությունը։ Բայց չնայած դրան Ադրբեջանում եւս աճում է կորոնավիրուսի ինֆեկցիան, մասնավորապես տեղեկություններ տարածվել, որ մայիսի 13-ին կորոնավիրուսով է հիվանդացել Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Մեջինուն Մամեդովը։ Վրաստանում աճի մասին տեղեկություն առայժմ չկա։ Շնորհակալություն, Արտем։